Իմ միակ ցավը նրանում է, որ օրինակ ես արդեն 6-րդ ֆիլմի երաժշտությունն եմ գրում եւ ոչ մեկ դրա մասին երբեք չի խոսում։ Դա շատ ցավալի է, գիտեք, իսկ հիմա չգիտեմ, եթե մեքենայով պատահաբար մի հատ ինչ-որ խախտում փողոցում անեմ, կսկսեն գրել, Հայկոն արել է, կամ չգիտեմ, ինչ-որ վատ կոստյում հագնեմ, կգրեն դրա մասին, խոսքի օրինակ եմ ասում։ Եվ ես դրանից շատ տխրում եմ, որ իմ բուն էությունը եւ իմ գործը ինչը որ ես զբաղվում, դրա մասին երբեք չի խոսացվում ցածր ինչ-որ որակի բաների մասին։ Դրա համար ես նայում շատ թեթև խորտ կտայի, դե հասկանում եմ իհարկե, որ դեղին մամուլը բնականաբար բոլորը կարդում են։ Չէ, մահացել է, ես չգիտեմ, մեր բարեկամներից մեկը մահացել էր շատ հեռու ինձ, որ ինձ անգամ բարեկամ չի գալիս, այնտեղ մի անգամից գրել են մահացել է Հայկոյի ու բաց են թողել, որ բոլորը մտնեն, բայց իմ հետ ասենք այդ մահը ընդհանրապես կապ չունեն։ Եվ այլն, ես խոսքի օրինակ եմ այդ ամեն ինչը ասում։ Ու ես իրանց թեթև եմ նայում եւ ես չեմ համարում, որ ձեր ասած եւ իմ ասածով էլ ցածր մակարդակի կայքերը եւ ամսագրերը, եթե այդպես կարելի է ասել, որ կարող են մեր տրամադրության վրա ազդել, թող գրեն, թող ուրախանան, եթե դա իրենց հաճելի է եւ դրանից իրանք ոգևորվում են կամ չգիտեմ գումար են աշխատում, Աստված իրանց հետ, ես շատ ուրախ եմ, որ իրանց մոտ ամեն ինչ լավ է։